Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ես Փիսոն եմ։ Նախորդ անգամ խոսեցինք էմպաթիայի մասին, այն մասին, թե ինչ է լինում, երբ մարդը շատ է զգում։ Իսկ այսօր խոսում ենք մի վիճակի մասին, որը շատ հաճախ ծնվում է հենց էմպաթիայից։ Ապաթիա։ Ապաթիան հոգեբանական վիճակ է, երբ մարդու մոտ նվազում կամ գրեթե անհետանում է մոտիվացիան, հետաքրքրությունը եւ հուզական արձագանքը։ Սա տխրություն չէ, ոչ էլ դեպրեսիա։ Սա այն պահն է, երբ ներսում ամեն ինչ լուռ է։ Ու հենց այստեղ եկեք պարզ բաժանենք ապաթիան դեպրեսիայից։ Դեպրեսիայի ժամանակ մարդը ցավ է զգում, խորը, ծանր, երբեմն ֆիզիկական ցավի նման, կամ մեղքի զգացում, ինքնարժանքի անկում, մռայլ մտքեր, կյանքը ցավոտ է։ Ապաթիայի ժամանակ կյանքը ցավոտ չէ, այն պարզապես անհետաքրքիր է։ Չկա լաց, չկա հուսահատություն, կա անտարբերություն։ Մարդը չի ասում վատ եմ, ասում է ինձ համար ամեն ինչ միևնույն է։ Գիտական լեզվով դեպրեսիայի դեպքում խանգարվում են մի քանի նեյրոմեդիատոր համակարգեր՝ սերոտոնին, նորեպինեֆրին, դոֆամին։ Ապաթիայի դեպքում հիմնական հարվածը դոֆամինինն է, այն համակարգին, որը պատասխանատու է մոտիվացիայի եւ ցանկության համար։ Եթե էմպաթիան մշտական բացառիկ է դեպի ուրիշների զգացմունքները, ապա ապաթիան ուղեղի արտակարգ ռեժիմն է՝ անջատել հոսանքը։ Համեմատենք պարզ օրինակով։ Դեպրեսիվ մարդը տառապում է ու չի կարողանում աշխատել։ Ապաթիկ մարդը կարող է աշխատել, բայց չի հասկանում՝ ինչի համար։ Շատ դեպքերում ապաթիան պաշտպանական մեխանիզմ է, երբ մարդը երկար ժամանակ կլանել է ուրիշների խնդիրները, ապրել է մշտական ստրեսի մեջ կամ էմպաթ լինելու ընթացքում սահմաններ չի պահել։ Ուղեղն այս դեպքում ընտրում է ամենախնայող տարբերակը՝ անջատվել։ Օրինակ, մարդը, որը ժամանակին հոգ էր տանում բոլորի մասին, մի օր ասում է՝ ինձ չի հետաքրքրում, բայց իրականում իրեն հետաքրքրում է, նա պարզապես հոգնել է զգալուց։ Ու հիմա կարևոր շեշտադրում. ապաթիան բնավորություն չէ, սա վիճակ է։ Ու վիճակները փոխվում են, եթե ճանաչվում են։ Էմոցիաները ֆոնային աղմուկ չեն, որ անջատես։ Դրանք ազդանշաններ են, երբեմն բարձր, երբեմն շատ լուռ, բայց միշտ իմաստով։ Հետևեք ձեզ, լսեք ձեր զգացողություններին ու մի անտեսեք էմոցիոնալ ազդանշանները, որովհետև այնինչ այսօր չեք լսում, վաղը կարող է արդեն գոռալ։ Ձեզ հետ Փիսոն էր։ Մինչ նորից կհանդիպենք, ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին։